Իրավապաշտպաններն անօրինական են համարում Սրբազան պայքարի անդամ Լիդիա Մանթաշյանի կալանքն անփոփոխ թողնելն ու այն որակում են պատժիչ գործողություն, մինչդեռ պատժիչ գործողություններն իրականացվում են դատարանի վճռի հրապարակումից հետո։ Ըստ նրանց խախտվում է նաև մարդու անմեղության կանխավարկածը։ Կալանքն առհասարակ որպես խափանման միջոց ընտրվել է հազվադեպ, ասում են իրավապաշտպանները։ Դատախազությունը պատճառաբանում է, որ Լիդիա Մանթաշյանը տնային կալանքում հնարավոր է խոչընդոտի նախաքննությանը, մինչդեռ զրուցակիցներս նշում են խափանման բազմազան միջոցներ կան, որոնք կարող են կանխարգելել ենթադրյալ խոչընդոտման գործընթացը։ Անձը չի կարող խոչընդոտել կամ խոչընդոտել դատական մարմնի աշխատանքին կամ չի կարող պետք է լքի Հայաստանը, այդ ողջամիտ կասկածները չեմ կարծում, որ հիմնավորված են։ Ըստ իրավապաշտպանի վերջին տարիներին կալանավորվածներն ավելի շատ են, քան դատարանի որոշման բանտարկվածները, սա հայտարարություն է որակում Ժաննա Ալեքսանյանը։ Գլխավոր դատախազը, ասենք, չափը անցել է, ինձ թվում է։ Ոնց կարելի է կնոջ նկատմամբ, ասենք, ակնհայտ է, էլի, որ կինը ոչ մի կապ չունի իրենց առաջադրած մեղադրանքի հետ։ Դատախազը թող հերքի ինքը իր ասացները ազգային ժողովում, երբ որ պնդում էր այդ մեղադրանքը, այն ինչ որ պնդում էր, հետո հերքվեց ձայնագրության մեջ։ Որ կալանքի կիրառումն անհիմն ու անհամաչափ է, պնդում է նաև Արտուր Սաքունցը։ Նա սակայն Լիդիա Մանթաշյանին քաղբանտարկյալ չի համարում։ Խափանման միջոցների ցանկը շատ ավելի լայն է, եւ դրա դեպքում որևէ կերպ հիմնավորում չկա, թե ինչու են հենց կալանքը որպես խափանման միջոց ընտրում։ Եվ այդ առումով իհարկե գործ ունի մարդու իրանքի խախտման հետ։ Իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանի համար էլ դատախազության եւ դատարանի ներկայացրած հիմնավորումները պարզ չեն։ Հովհաննիսյանն ասում է, սովորաբար եթե կալանք են սահմանում, պետք է 2 ամսով սահմանեն։ Այս դեպքում որոշել են 3 ամիս։ Ինչու՞։ Իրավապաշտպանը նաեւ չի հասկանում, թե ինչու են սահմանափակել Լիդիայի այցելությունները։ Կալանքը որպես խափանման միջոց դեռևս շարունակում է Հայաստանում կիրառվել բավականին շատ, թեև քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է շատ ավելի բազմազան ձևեր, այս թվում նաև տնային կալանքը, վարչական վերահսկողությունը, ինչպես նաև գրավը եւ ստորագրությունը չհեռանալու մասին, բայց միևնույն է կալանավորումը դեռևս բավականաչափ կիրառվում է եւ այս դեպքում եւս հիմնավորումները այնքան էլ ազդեցիկ չեն։ Ահաբեկչություն պլանավորելու համար մեղադրվող Լիդիա Մանթաշյանի կալանքը դատարանը երկարաձգեց եւս 3 ամսով։ Երկարաձգվեց նաեւ նույն գործով անցնող Մովսես Շարբաթյանի կալանքը։ Փոխարենն այս պահին 7 մեղադրյալի նկատմամբ բանտային կալանքը վերացվել է։ Սեդա Մակարյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։